Ռուսաստանյան Ինտերրաուն դիմել է Հայաստանի կառավարությանը Հայաստանի էլեկտրական ցանցերի 100% բաժնետոմսերը Liormand Holdings Limited ընկերությանը վաճառելու համար։ Գործադիրը այսօր հանձնարարեց 4 նախարարությունների՝ էներգետիկայի և բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների ու էկոնոմիկայի, ինչպես նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուսումնասիրել Ինտերրաուի և Liormand Holdings Limited-ի պայմանագիրը ու տալ եզրակացություն։ Էլեկտրական ցանցերի մասնավորեցման մասին 2001-ին ընդունված օրենքում ամրագրված է. առանց կառավարության համաձայնության սեփականատերը չի կարող վաճառել ռազմավարական նշանակություն ունեցող բաշխիչ ցանցերը։ Liormand Holdings Limited-ը գրանցված է Կիպրոսում, հիմնադրվել է 2010-ին, որևէ տեղեկություն չկա ընկերության գործունեության վերաբերյալ։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեցինք, ինչու ընտրությունը կանգ առավ հենց այս ընկերության վրա, և արդյոք մտավախություն չկա, որ կկրկնվի օֆշորում գրանցված և մինչ այդ անհայտ Rheinnobil ընկերության պատմությունը, որը գնեց Նաիրիտը, սակայն կարճ ժամանակ անց քիմիական հսկան կանգնեց կործանման առջև։ Բոլոր փաստաթղթերը կուսումնասիրվեն, ես չեմ կարծում, որ նման պատմություն կլինի։ Ինչ գնով է։ Չեմ կարող, մանրամաս առայժմ չեմ կարող ասել։ 1-2 օրից ուսումնասիրություններից հետո բոլոր հարցերին մանրամասը տեղեկատվություն կներկայացվի։ Ինչ գնով է վաճառվելու հեծը։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք ձեզ։ Նախարարը միաժամանակ նշեց, որ հեծի վաճառքից հետո աուդիտը կշարունակվի, նոր սեփականատերը հավանաբար կստանձնի ընկերության պարտքերն ու պարտավորությունները, իսկ վաճառքի վերաբերյալ կառավարությունը իր եզրակացությունը կտա 1 շաբաթից։ Ընդ որում նախարարի խոսքից այսօր հայտնի դարձավ, որ էլեկտրաէներգիայի սակագինը վաճառքից հետո չի փոխվի։ Մանրամասը բոլորը կներկայացնեն։ Սակագինը կվերանայվի։ Ոչ։ Այսինքն այս թանկ սակագին է գործելու։ Իհարկե, սակագինը այսօր գործում է։ Սակագինի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կառավարությունը կունենա հանձնաժողովում կատարվող ուսումնասիրություններից հետո։ Իսկ վստահեցնում ինչ ուսումնասիրությունները, որ չի փոխվի սակագինը չի վերանայվի։ Դե որտեղ չի վերանայվի։ Ես գիտեմ, որ սակագինները ոնց կարող են վերանայվել, եթե սակագինները արդեն գործում են նոր սակագներ։ Միայն այս ընկերությունն է դիմել գնելու համար, այլ հայտեր չէին եղել, պարոն նախարար։ Ես չգիտեմ, դա ընկերության հետ պիտի ճշտվի։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում հրաժարվեցին պատասխանել որևէ հարցի։ Ինտերրաու ընկերության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը սակավախոս էր։ Ասաց, թե առայժմ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ, բայց ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց շրջանառվող տեղեկությունը, որ հեծը գնել է ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը։ Смотрите, мы эту тему в принципе не комментируем, поэтому я, к сожалению, не смогу вам ничего сказать. Ազատությունը հարցում է ուղարկել Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր ընկերություն, խնդրելով հստակեցնել, արդյոք նա է հեծի գնորդը։ Պատասխան դեռ չենք ստացել։ Առաջին անգամը չէ, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը գնում է օֆշորում գրանցված ընկերություն։ 2002-ին 37 միլիոն դոլարով կառավարությունը ցանցերը վաճառեց օֆշորային Midland Resources ընկերությանը, որը 4 տարի անց մոտ 2 անգամ թանկ գնով 73 միլիոն դոլարով այն վերավաճառեց ռուսաստանյան Ինտերրաուին։ Հայկական ժամանակի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով իշխանությունների շահերից է բխում, որ հեծի գնորդը օֆշորային ընկերություն լինի։ Հայաստանի իշխանություններին չի հետաքրքրում արդյունավետ աշխատող ցանցեր, որոնք կունենան այսպես արդարացի սակագին, կնպաստեն տնտեսության զարգացմանը, կսպասարկեն տնտեսությանը իրենց մասով։ Իշխանություններին հետաքրքրում է մի հարց, որպեսզի ցանցի ստվերային եկամուտները իրենք շարունակեն վերահսկել։